Գալստյանի կարոտելու մասին է խոսում, եթե կարոտում ես ամեն լսի, դա կար հավաքականը դրի ու նայի։ Կարոտում էին Հայաստանի հավաքականին խեն փախնում հավաքականի խաղից, խեն հրաժարվում հավաքականում խաղարից, այ ժողովուրդ, ախր ես զարմանում եմ ձեր վրա, էլի, դուք բոլոր դրական եք ձեր աչքի առաջ ամեն ինչերը։ Բայց 3 տարի ինչով էր զբաղված վերջի 3 տարի Յուրա Մոսյանը, երբ որ այդքան կարոտում էր դեմագոգիայով պետք չի զբաղվել։ Դեռ 3 տարի ինչը ֆուտբոլ է նախավացել։ Կամ իրանով է ստիպում, եթե կարոտում են հավաքականի, մարդու մեկը մեկին կարոտում է, մարդու, տենում գրկախառնում է, որում կարոտում են ինչի է փախնում հավաքականի խաղից։ Մի ժամ առաջ չէ գալիս ոտս է ցավում, թե մարզումներից փախեց, այս բազմաթիվ բաներ կա, դուք իզիս լավ գիտեք։ Ախր դուք որ մի հատ իրան սիրում պատասխանել եք, անունը չթողեք, որ ես պատասխանեմ, ինքը խելոք վերկընկնի է դեր։ Դարբասապատ և ոն կասպանով եք տեսնենք հավաքական։ Ոչ։ Որտեղ մարզիչ չի վերցնում են հավաքական։ Իսկ համակարգվեք մարզի հետ։ Ինչ եք տեսնում այդ խնդրի, և որ նացվորով են հավաքական չհրավիրվել։ Եթե մարզիչը որոշում է կայացնում, բնականաբար համակարգվեք ես մարզիչի եմ։ Ես միշտ մարզիչի կողքին եմ ու մարզիչի որոշում։ Ինչպես նաև մարզիչը իմ որոշում։ Դենց ընտանիքին ունեն, ժողովուրդ ջան, ընդ սիրում կոլեկտիվ ամենից դառնել հավաքականը։ Մի ընտանիքը նորից դարձել ենք այն հավաքականը, որը երազում ենք, արեք այդ անունները մի տվեք, որը կգան սենց մոլախոտի պես կպտնեն ու կքայքայեն։ Այս սենց հավաքականը, մի հատ ընտանիքը գնացեք բազայում նայեն։ Տենակ մարզիչից բռնած, բոլոր սպասարկող անձնակազմից, ֆուտբոլիստերով իրար լպստերով ման են գալի, իսկ թողեք ես